ամփոփենք այս երկու շաբաթների նախընտրական քարոզարշավը եւ այն խայտարակ վիճակը, որ ստեղծված է, վախի ու ատելության քարոզի մթնոլորտը եւ տպավորություն է, որ կա ընդհանրապես ռեսուրսների մրցավազք ամեն կողմից ու ստացվում է այնպես, որ մարդը պետքա ընտրություն անի արտաքին ուժերի օգտին է ընտրելու Մոսկվա, Բրյուսել, Բաքու, Վաշինգտոն եւ որևէ մեկը չի խոսում նրա մասին, թե Հայաստանին ինչ է պետք, Հայաստանի ընտրությունը որը պետք է լինի ու նաեւ պետք է մենք հասկանանք ի վերջո լուծումը որն է, այս իրավիճակից ելքը որն է եւ ոնց ենք դուրս գալու։ Նախ այսօր այնպես է ստացվել, որ այնպիսի իրավիճակ ունենք այս իշխանության նաև պահվածքով ստեղծված է, նրանք դարձել են վախ սերմանող վախի ասպետներ ու ատելություն տարածելու վարպետներ ու նաև խաբեության վարպետներ։ Իրենց փորձում են դիրքավորել իբրև ժողովրդավարության պաշտպաններ, որպես մարդու իրավունքների պաշտպաններ, բայց տեսեք նաև իրավիճակը ինչպես է։ Ստեղծված է այնպիսի համակարգ, սխեմա, որ մարդկանց մեջ տարածվում է համատարած վախ ու սփռում են սպառնալիքներ, վախը ինչպես անձնական, այնպես էլ պատերազմի վախ, եւ այդ իրավիճակը անընդհատ զարգացնում պահում են, որովհետեւ դրա վրա է նստած ամբողջ քարոզարշավը եւ դա տարածվել է ամբողջ երկրով մեկ, այսինքն փոխանակ ավելի միասնական լինենք, ավելի համախմբված լինենք, ամբողջը նստած է պարակտման ու թշնամանքի վրա։ Եվ այդ ժողովրդավարության իբր sense մթնոլորտի այդ շղարշի ներքո, որ նայում ենք ինչ է տեղի ունենում։ Նայեք, ես անցյալ շաբաթ հրապարակեցի ձայնագրությունով հստակ ցույց տվեցինք, որ գործում է սխեմա, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի օրինակով ցույց տվեցինք, որ կազմակերպված բարձր մակարդակով մարդկանց պարտադրում են ուսանողների, դասախոսների պարտադրում են գնալ իշխանության նախընտրական հավաքներին ու ինչ, մինչև հիմա ոչ մի բան, ոչ մի արձագանք հատուկ անունները նշել էի, մեր հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացրել էինք, ովքեր են պատասխանատուները, որ ոչ թե, որ որևէ մեկը չփորձի, ոչ ուսուցիչներին ճնշումների ենթարկել, ոչ դասախոսների, ոչ ուսանողների, որտեղ նրանք են ի վերջո նաև այն մարդիկ ում ճնշում են, այդ զոհերը, ում էլ հետո փորձում են պատժել։ Եվ ոչ մինչ այս պահը հատուկ նշել էինք նաև անուններ։ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, որևէ մեկը նրանցից հարցաքննվել է, որևէ մեկը նրանցից ձերբակալվել է, իսկ ինչ է տեղի ունենում հակառակողմից, իշխանության հետ իրավապահ մարմինները ստացվում է սինխրոն աշխատում են։ Իշխանությունը մի հատ հայտարարություն անում է միտինգի ցույցի ժամանակ, մի անգամից սինխրոն հայտարարությունը անմիջապես լինում է իրավապահ մարմիններից։ Այստեղ ընդհանրապես կապ չկա ոչ մարդու իրավունքների, ոչ ժողովրդավարության հետ։ Ամբողջը քաղաքական այս քարոզարշավի բաղադրիչներով է։ Մյուսը, այս քարոզարշավի սպառնալիքների ու վախի քարոզարշավի հիմնական առանձնացող էլեմենտներից է։ Այս իշխանությունը մահը դարձրել է որպես պաշտամունք։ Մահը որպես պաշտամունք։ Ասում են, խոսում են անընդհատ այս վերջերս զինվորների ու առասարակ մարդկանց զոհվելուց։ Ասում է, ինչի՞ չեք զոհվել պատերազմի ժամանակ։ Բա ո՞նց կարող է մարդ, որ վարչապետա ում կոչումով մեր զինվորները գնացել են ում կոչ անելով, ում ասելով մեր զինվորները գնացել են պատերազմ, ով զոհվել է նաև հերոսաբար, արիաբար, բայց այն տղերքը, որ գնացել են պատերազմ, ասում են, ինչի՞ չեք զոհվել։ Ես սա գնահատում եմ բացառապես որպես մեղքը մեր զինվորների վրա դնելու ակնհայտ քայլ։ Իրենց վրայից մեղքը գցում են, դնում են մեր զինվորների վրա, պատասխանատվությունից նաև փախնելու համար։ Եվ անհասկանալի է, էլի բարոյական ոչ մի բանի մեջ չի տեղավորվում։ Ոնց կարող է
Հայաստանի վարչապետը ուրախանա կամ ասի մի հատ հիմնավորեք ինչի չեք զոհվել ու ուրախանա նրա համար, որ ասենք մարդիկ զոհվել են, ինչ լավ է, այստեղ գոնե ես կունենամ մեղքը գցելու բան ինչ որ մեկի վրա։ Հակառակը չէ, պետքա ուրախանաս, որ մարդիկ չեն զոհվել, կենդանի են մնացել, ամեն մեկի կյանքը արժեք է։ Ու պաշտպանության նախարարն էլ հələ տեսեք ինչ անում, հələ խոսքի վիճակը լակոտի պես իրան պահելով, արայով խոսալով, քաղաքացիների ամբողջ ուղի եթերներով գնում է, ասում է ինչի հիմնավորեք ինչի չեք զոհվել։ Բա դու մի հատ կարաս հիմնավորես, դու ինչի չես զոհվել։ Դու կարաս հիմնավորես 15 մեր զինվորները, որոնք կացարանում հրդեհի հետևանքով մահացան։ Դու կարաս հիմնավորվես, ինչի այդ տղերքը մահացան։ Բա մահացան նրա պատճառով, որ ձեր նշանակած վարչապետի նշանակած նախարարի ժամանակ նրա պատճառով այս Սուրեն Պապիկյանի, որ խոսում է սենց, ու նաև նրանց ընտրած հրամանատարների պատճառով։ Պաշտպանության նախարարը, բա դու նախարար ես, նախարարի ֆունկցիան այնա, որ դու պատերազմ անես, կազմակերպես, եթե կա այնպիսի քաղաքականություն տանես, հնարավորինս քիչ մարդ զոհվի։ Բայց ոչ թե որ ուրախանաս նրա համար, որ ասես ինչ լավ է, բանը զոհվե կամ ինչի չեք գնացել զոհվես, սա, գիտեք ինչ կա, օրինակ Ստալինի ժամանակ, երբ պատերազմից ֆրոնտից հետ էին գալի, կամ տանում հարցաքննում էին ու պատժում էին մարդկանց։ Հիմա սա նույն ստալինիզմն է։ Այս մարդիկ, որ այսքան խոսում են եվրոպական արժեքներից, ստալինիզմի քարոզ են անում, սրանք ստալինիզմի դրսևորումներն են։ Ես ուզում եմ նաև մեր զինվորներին ասել, հայ զինվոր, սա մեղքը գցել է քո վրա, իշխանությունը հանում է քաղաքական իր վրայից այս քաղաքական իշխանությունը ամբողջ մեղքերը բարդում է զինվորների վրա։ Սա է սրա իմաստը։ Եվ այս մահվան նաև այս պաշտամունքը, որ իրանք սարքել են։ Սա քարոզարշավ է, որտեղ մարդ մահացավ։ Մայիսի 16-ին պաստառ պոկելու համար մարդ մահացավ։ Եվ ինչ եղավ։ Ոչ մի բան, անունը դրեցին, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդ էր, հոգեբուժարանի հետ կապեցին եւ այս թեման փակեցին գնաց։ Ինչ եղավ այդ, բա այդ դեպքը ինչ եղավ, դուք իշխանություն եք, մի հատ պետքա բացահայտեք, դուք մենակ նախընտրական քարոզչության մեջ եք, բայց գիտեք դուք նախընտրական տեխնացուներ եք, բա դուք նաեւ իշխանություն եք։ Այս իրավիճակից ելքը ո՞րն է լինելու, այսինքն սենց ինչքան մարդ մահանա, գործիք համարենք անցնի գնա։ Կամ եւ առասարակ նման բաները իշխանության պահվածքի անբաժան մաս են, ասենք ունենք նախագահ, որը դագաղների հետ սելֆի է անում, պաշտպանության նախարար, որը ասում է, թե հիմնավորեք ինչի չեք զոհվել, վարչապետ, որը նույնն ասում, եւ այսօր ես նաեւ իր մամուլի ասուլիսը տեսա, ակնհայտ է, որ երևում է այդտեղ, որ ինքը խոսքը փոխում է, զգացել է, որ այս քանի օրերին այդ քննադատությունների տակից չի կարողանում դուրս գա, բայց իրական էությունն է արտահայտել, ես կարծում եմ, եւ ստացվել է ինչ, ստացվել է, որ հիմա նորից էլի խոսքը փոխում են, այսինքն այդ խաբեբայության սինդրոմն է, որ հիմա Հայաստանում գործում է, եւ խնդիրը այն է, որ սա, գիտեք, ես իմ ասուլիսի նպատակն էր գնահատական տալ իրավիճակին, հասկանալ իրավիճակը որն է եւ ելքերը սրանից փնտրել, որ մեզ հիմա ամբողջ այս քարոզարշավը տանում են վախի ու սպառնալիքի քարոզարշավի, զոհվել չզոհվելու, մահվան այս պաշտամունքերի միջև ու ռեսուրսների ամբողջությամբ վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Այս քարոզարշավի մի եւս սարսափելի վատ կողմերից է կնոջը թիրախավորելը, կնոջը բռնության ենթարկելը, հայ կնոջը ու այն էլ զինվորի մորը նաեւ։ Ասենք ես չեմ պատկերացնում, էլի ոնց կարելի է լինի երկրի ղեկավար, որ զինվորի մոր հետ, մոր վրա գոռա, խոսա այսենց, մունատ գա, մեղքերը գցի զինվորի վրա